Կասեք, ինչու չեք վստահում ներկայիս իշխանությանը։ Ես չգիտեմ, էլի կա ինչ-որ մի բան, որ պետք է ես իշխանությունը անի, որ ես իրան չվստահեմ։ Եթե 18 թվականի մարտի 31-ից եւ ոստերից օրվա վարչապետը քայլելով գնաց, չեմ վստահել եւ ասել եմ, որ ես քիչ չեմ հավատում։ Քո մտադրությունները, քո նպատակները բարձ են, դու գալու ես հանձնես, դու գալու ես մասնադես, դու չես կարողանալու դա քո ուսերի վրա տանել եւ քո ոտքին գցելու փոխարեն ամբողջությամբ գլխին ես գցելու։ Հիմա այդքանից հետո ես ոնց կարող եմ վստահել մի մարդու, ով որևիցե մի ոլորտում, մի ղեկավարի, ով որևիցե մի ոլորտում չի հաջողվում։ Ավելին, դա եկել հասել է արդեն, ենթադրենք ես հանգիստ եմ այդ սոցիալական խնդիրների հետ կապված, բայց մի խավի, ով նաև անպաշտպան է եւ սոցիալական բեռի տակ է մտել այս տարվանից ու դրա տակից է պետք դուրս գա։ Եվ Արցախի կորուստը այդ մեր 35 տարվա երազանքի վերջն է։ Դրանից հետո ես ոնց կարող եմ վստահել Նիկոլ Փաշինյանի կամ իր թիմին, էլի։ Ամենից որ միանգամից ոչ ժողովրդին ինչ կասեք։ Չէ խոսքը, սա 7 տարի անվերջ այս պայքարի մեջ իմ ասելիքն է եղել, այն ժամանակ, երբ որ մեր քաղաքում երկու երեկոքի էին, որ համարձակվում էին առանց իրանք շահերի, ուղղակի իրակցական մակարդակում ոչ ասել օրվա ղեկավարին։ Շնորհակալություն շատ։